Չինական մեծ պատը։ Սա հիասքանչ չինական պատն է։ Չինական մեծ պատը աշխարհի ամենաերկար շինությունն է։ Այն սկսվում է Շանհայ-Գուան ուղեկալից և ավարտվում Ձիայոգուան ուղեկալով։ Ընդհանուր երկարությունը ավելի քան 6000 կիլոմետր է։ Այդ պատճառով այն կոչվում է 10,000 լի երկարությամբ մեծ պատ։ Պատի կառուցման պատճառը կենտրոնական հարթավայրը հյուսիսային քոչվորներից պաշտպանելն էր։ Մեծ պատը միանգամից չի կառուցվել։ Մեծ պատի առաջին մասը կառուցվել է մ.թ.ա. 7-րդ դարում։ Այնուհետև շարունակվել է կառուցումը և միացումը արդեն կառուցված մասերի հետ։ Ավելի քան 2000 տարիների ընթացքում առաջացել է այսօրվա հսկայական մեծ պատը։ Ամենալավը պահպանվել է Բադալին ամրոցը, Պեկին։ Սա լավագույն վայրն է մեծ պատը դիտարկելու համար։ Մեծ պատը կազմված է 3 մասից՝ ուղեկալներից, պատից և ազդանշանային աշտարակներից։ Ուղեկալը կարևոր հարթակ է կայազորի համար։ Այն սովորաբար գտնվում է մեծ պատի մուտքի և ելքի կարևոր հատվածում։ Չինացիներն ասում են, մեկ տղամարդը կարող է պահել մի ողջ ուղեկալ։ Դա մատնանշում է ուղեկալի կարևորությունը։ Ամրոցի պատերը հանդիսանում են մեծ պատի կարևոր մասը։ Հնում պատերազմի ժամանակ պատի վրա կանգնում էին պահակախմբի մարտիկները։ Պատի արտաքին երեսին տեղակայված էին դիտակետերը և հրաձգության համար նախատեսված անցքերը։ Պատի վրա մի քանի կիլոմետրը մեկ տեղակայված էին նաև ազդանշանային աշտարակներ։ Ազդանշանային աշտարակը օգտագործվում էր զինվորական տեղեկություններ փոխանցելու համար։ Այժմ մեծ պատը դարձել է պատմական հուշարձան չինացիների համար։ Այն կամքի, տղամարդկության և ուժի խորհրդանիշ է։ Այդ պատճառով նրանք ասում են. «Կեցցե նա, ով եղել է չինական մեծ պատի վրա»։ «1987 թվականին մեծ պատը գրանցվեց համաշխարհային ժառանգության ցուցակում։ Իհեյուան, ամառային պալատ։ Իհեյուանը դա կայսերական այգին և ցին կայսերական տոհմի նստավայրն է եղել։ Այն ստեղծվել է 1750 թվականին։ Այգու ընդհանուր մակերեսը 1000 հեկտար է։ Ջրային ավազանը զբաղեցնում է տարածքի մոտ 3/4։ Այս բլուրը կոչվում է Վանշոուշուան։ Բլրակի դիմաց գտնվող ճարտարապետական համալիրը համարվում է այգու ճարտարապետության ամենաարժեքավոր հատվածը։ Վանշոուշան բլրի Ֆոյսանգե կոչվող մեծ տաղավարը համարվում է Իհեյուանի խորհրդանիշը։ Ֆոսյանգե մեծ տաղավարից ավելի վեր գտնվում է Իհեյուանի ամենաբարձր շինությունը՝ գիտակցության ծովը։ Ժողովուրդը այն անվանում է Ուլիան պալատ, քանի որ այդ շինությունը չունի հենասյուներ և կամարներ։
Վան Շոշուան բլրի ստորոտին գտնվում է Գունմին լիճը։ Լճի վրա մի քանի փոքր կղզի կա։ Սա Շիցիկունցիաուն է։ Այն տանում է դեպի լճի վրա գտնվող կղզի։ Իհեյուանից դեպի արևելք գտնվում է Արևելյան պալատի դարպասային գոտի։ Այդտեղ կայսրը եւ հանգստանում էր եւ վարում պետական գործերը։ Ահա Դեհեյուան թատերական տաղավարը։ Այստեղ է գտնվում մեծ թատրոնը։ Այստեղ էր կայսրուի ցիսին դիտում ներկայացումներ։ Իհեյուանի պատկերասրահը ձգվում է ավելի քան 700 մետր եւ հանդիսանում է աշխարհի ամենաերկար պատկերասրահը։ Նրա հենասյուները նկարազարդված են ավելի քան 14000 տարբեր թեմաներ պատկերող նկարներով։ Իհեյուանի այգին Չինաստանում ամենամեծը եւ լավագույնս պահպանված դասական զբոսայգիների համալիրն է։ «1998 թվականին այն գրանցվել է համաշխարհային ժառանգության ցուցակում։